Ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների փաստերն ուսումնասիրելու համար ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը եղել է մարտական գործողությունների վայրում։ Լարիսա Ալավերդյանի խոսքով այն, ինչ տեսել են, վկայում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների մասին։ Ադրբեջանը լինելով ճանաչված պետություն, պահում է իրեն որպես ահաբեկչական խումբ։ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը հատուկ ուշադրություն է հրավիրում խաղաղ բնակիչների, ծերերի ու երեխաների դեմ իրականացված բռնություններին, դպրոցների գնդակոծմանը։ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ հայկական կողմը փաստերը նախ պետք է ներկայացնի Եվրոպայի խորհրդին։ Մեկ սպանված երեխա եւ երկու վիրավոր, այս բոլորը ունեն հասցեատերեր եւ դա միայն UNICEF-ը չի։ Դպրոցի երեխաների ու զինվորների վրա Ադրբեջանը կրակեց Ռուսաստանից գնած զենքով, որը երբեմն չգործեց։ Ադրբեջանցիների ռազմական ցածր պատրաստվածության հետևանքով, համոզված է ազատ դեմոկրատ Անուշ Սեթրակյանը։ Արցախի վրա հարձակումը ադրբեջանական երկարատև պլանավորված քաղաքականություն էր, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Եթե բանակի դիմադրությունը չլներ, այսօր պատկերացնում եք ինչ աղետալի վիճակ էր։ Լևոն Շիրինյանը վստահ է, Ադրբեջանի ագրեսիան բորբոքեց Թուրքիան, հակառակորդը պարզապես գործիք էր։ Բանախոսների համոզմամբ Ադրբեջանի սանձահարած մեր զինվորները գործով ապացուցեցին, որ պաշտպանության բանակը տարածաշրջանի ամենամարտունակ ու պատրաստված ռազմական միավորն է։ Այդա Կարապետյան, Գրիգոր Գևորգյան, ժամը լրատվական։